Այս տարվա շրջանավարտների կեսից ավելին է հայտագրվել բուհերի ընդունելության քննությունների առաջին փուլին, որի ժամկետը հունվարի 24-ից փետրվարի 8-ն էր։ Ցուցանիշն աննախադեպ էր, ընդգծում է գնահատման եւ թեստավորման կենտրոնի փոխտնօրենը։ Ունենք նաեւ ներբողական քննություններ, մասնակցում են մոտավորապես 3-ից 4,000 դիմորդներ, ստացվում է մեծ թվով շրջանավարտներ մասնակցում են բուհերի քննություններին։ Եթե անցյալ տարի մասնակցել է հունվար-փետրվար ամիսներին 11534 դիմորդ, այս տարի 12447։ Չնայած դիմորդների ճնշող մեծամասնությունը 97%-ը Հայաստանի քաղաքացիներ են, քննություններին մասնակցել են նաև օտարերկրացիներ։ Մեծամասնությունը եղել են Ռուսաստանի Դաշնության դիմորդները 314 հոգի, 2.5%-ը, մնացածը 1% չէր կազմում, դրանք եղել են Վրաստանից, Ուկրաինայից, Սիրիայից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Լատվիայից, Բելարուսից, Լիտվայից, Լիբանանից։ Ինչպես վերջին մի քանի տարիներին, այս տարի էլ անգլերենի քննությանը մասնակցողները ամենից շատ են՝ 7000-ից ավելի, միջին գնահատականը 11.4։ Ամենակիչն էլ մասնակցել են հայոց պատմություն առարկայի քննությանը 1328, միջին միավորը 10.9։ Միջին ամենաբարձր միավորը կենսաբանության քննությունից է 11.5։ Ամենացածրը մաթեմատիկա ու հայոց պատմություն 10.9 միավոր։ Նախորդ տարվա համեմատ միջին գնահատականների տարբերությունը մեծ չէ։ Քննություններից 36 դիմորդի են հեռացրել։ Շատ է տարածված ականջի մեջ փոքր, այսպես ասած, կտոր, ոչ երկաթյա, որ մենք չենք կարողանում հայտնաբերել, նույնիսկ դրա հետ միասին, ասենք, բերում են իրենք մաթեմատիկայի հաշվիչ, այդ հաշվիչի մեջ տեղադրած ելնում հեռախոսի այդ հատվածը։ Առաջին անգամ ձմեռային քննություններին ունեցել են խնդիր։ Սիսիանցի դիմորդները եղանակի պատճառով չեն կարողացել հասնել Գորիս քննության։ Կազմակերպեցինք սիսիանցիների համար առանձին քննական օր, դա եղել է փետրվարի 21-ին, մասնակցել են, բացակայել են 40 հոգի, 40 հոգին էլ մասնակցել են քննությանը եւ ստացել են իրենց գնահատականները։ Ձմռան հետ կապ չունեցող մի խնդիր էլ առաջացել է անգլերենի քննությանը, հիշում է փոխտնօրենը։ Թեստերի երկու տարբերակներում տպագրական խոտան կար։ Մարտին եւս մեկ անգամ կազմակերպեցին։ Մասնակցեց 1000-ից պակաս դիմորդներ, որոնք երևի թե բավարարված են եղել իրենց գնահատականներից կամ այնքան ցածր են ստացել, որ չուզեց նորից շարունակել քննությանը։ Շուտով կսկսվի երկրորդ փուլի հայտագրման գործընթացը։ Այս անգամ արդեն պետք է նշել բուհն ու մասնագիտությունը։ Այն սովորողները, որոնք արդեն մասնակցել են ձմռան կամ նախորդ տարվա քննություններին ու չեն ցանկանում հանձնել նաև ամռանը, պետք է միայն ընտրեն նախընտրելի հաստատությունն ու բաժինը։ Արդեն ստացած գնահատականները նշել եւս պետք չէ, գնահատման եւ թեստավորման կենտրոնն այդ տվյալներն ունի։ Իսկ նրանք, ովքեր որ ուզում են քննություն անել, հայտագրում են քննությունը եւ բուհը եւ մասնագիտությունը։ Անկախ նրանից դուք այդ քննությունը բարձր եք ստացել, թե ցածր եք ստացել, գնահատման թեստավորման կենտրոնի ծրագիր այնպես է, որ հաշվի առնում բարձր գնահատական։ Պետք չի լրացնել։ Նասիբյանը հորդորում է դիմորդներին ուշադիր լինել եւ չուշացնել հայտագրումը։ Այն սկսվելու է ապրիլի 15-ին, ավարտվելու մայիսի 10-ին։ Էմմա Վարդանյան, լուրեր։